Ճիշտ է ինչ ասել ջանի մոտ։ Ասելա եթե առանց Սյունիք, առանց Ղարաբաղ Հայաստան գոյություն չունի։ Ճիշտ էլ ասել է։ Հայաստանի թեուն ու թեկունք պահողը Զանգեզուրն է։ Ես ոչ մեկի հիմա չեմ հավատում։ Ոչ մեկին։ Ոչ Տրամպին, ոչ Պուտինի, ոչ Փաշինյանի, ոչ մեկին չեմ հավատում։ Ես 70 տարեկան մարդ Ղարաբաղ ապրող 65 տարի Ղարաբաղ ապրել եմ, հիմա Ղարաբաղ չունեմ։ Ում հավատամ։ Խաղաղության պայմանագիր է խեր Զանգեզուրի Միջանցքի Դավիթը։ Բա էդ էլ կա։ Ես օրինակ ես համաձայն չեմ այդ սորագության, որ այդ սորագություն ճիշտ սխալ սորագություն։ Տրամպը երկրորդ սորագություն չի եղել։ Ալիևն սորագություն գնի, բայց Տրամպը չի եղել։ Այդ ամենը այնքան լուրջ է, որ Փաշինյանին լուրջ չեն վերաբերում։ Դա է։ Իսկ ինչ որ վերաբերում է ստորագրությանը, դա խաղաղության պայմանագիրը նախ եւ առաջ Տրամպը չի կարող Հայաստանում խաղաղություն պաշտպանի նախ եւ առաջ։ Երկրորդը դա Տրամպից վերել է, որովհետեւ մեջը կա Ռուսաստան, մեջը կա Թուրքիա, որ իրանք իրար լապստելով պահում են իրար։ Դա ուղղակի կախված է իր այն զարգացումներից, որ ինքը կարողանա մի հատ մեծ պետության հետ լավ բարեկամություն ստեղծել ու գրկնել այդ բարեկամության մեջ, որ կարողանա ինքը խաղաղություն բերի, թե չէ sense խաղաղություն չի լինելու։ Ինքը խաղաղություն է բերում, կներեք, բայց Ադրբեջանը այսօրվա դրությամբ զինվում է շատ հզոր զենքերով։ Դա խաղաղությունը ո՞րն է դրա։ Եթե Փաշինյանը գիտի այդ քանի գաղտնիքը, թող ինքը բացարձակ ասի, որ խաղաղությունը որից է սկսվում։ Ով այ իմանում այ բալաս, ով այ իմանում։ Այդ ինչ որտեղ մի հատ քայլ է, մի փոքր քայլ է դեպի խաղաղությանը, մի փոքր քայլ է։ Դեպի խաղաղություն չի գնում։